21 թվականի թիմ ընտրությունները չունեին նման քաղաքականացված երանգ, բոլորս ենք դա տեսել, իսկ կոնկրետ այս ընտրությունների մեջ տեսնում ենք նաև մեծ քաղաքականություն, որ Գյումրեցու քվեից կախված շատ բան է փոփոխվելու։ Դրա համար չպետք է իշխող վարչախումբը ունենա սատարում, որպեսզի կարողանանք վերջնականապես ազատվել չարիքի իշխանությունից։ Եթե Շանսերը որքան եք գնահատում։ Եթե քարոզարշավի ընթացքում օրերը երկար լինեն եւ մենք հասցնենք յուրաքանչյուր գյումրեցու մեր ծրագրերի մասին բացադրել, շփվել իրենց հետ, իմ կարծիքով նման ընտրահամակարգով շատ դժվար է 50+-ի հասնելը, բայց մենք անպայման կհասնենք, որովհետեւ գյումրեցին հոգնել է այդ հին ու նոր խաղից, հոգնել է այդ սև ու սպիտակի բաժանումից եւ ովքեր որ հասցրել են ծանոթանալ մեր հետ, նրանք քիչ չեն, ֆիքսել են, որ հենց այդ նոր փոփոխությունը, այդ նոր մոդելի կառավարումը եւ Գյումրուն արժանի միավորը հենց մենք ենք։ Պարոն Սիմոնյան, իդեպ իշխանությունները հենց այդ ձեր ասած թեզն են անդադ առաջ տանում, ձեզ թիրախավորում են, որ այ դուք մի ուժի հետ կապ ունեք, ասենք Քոչարյանի, մյուսը Սերժ Սարգսյանի, մյուսը չգիտեմ ում, Վարդան Ղուկասյանին առանձին են թիրախավորում, որ եթե նրանց ձայն տակ Վարդան Ղուկասյանին եկելի ձայն տալու գալու են, այսինքն այսպեսի կոպիտ ասած բոքսի տանձիկներ իր համար ցած սարքել, որ այդ թեզերով նորից մարդկանց վանի ձեզանից եւ կարող են կերակրել այդ թեզերով այսօր։ Գյումրեցիները դուք շփվել եք, դա աշխատող է, իրանք ինչ են մտածում։ Մեր մասով պատասխանեմ, երբ որ վերջի 24 ժամը փորձեցին լկտի պահվածքով ինչ որ պաստառներ տվել, անսահմանափակ եւ հրավիրել նաեւ ուրիշ մարզերի երեխաների, որովհետեւ Instagram-ներում կար ստորիներ, որտեղ իմ նկարներ պատկերված եւ վարկաբեկող բաներ էր գրված։ Մեր երիտասարդները օրնիբուն աշխատելով հայտնաբերել են իրենց, երբ որ հարց են տվել, թե ինչի է անում, իրանք են պատասխանել, թե 15,000 դրամ փող են տվել, ճանապարհածախսն են տվել, որովհետեւ գանք անենք, մենք գյումրեցի չենք։ Այսինքն չեն ցանկացել, Գյումրեցին չի անում պես բան, չի անում։ Փորձեցին, տեսնելով բնական վարկանիշի աճը, տեսնելով որ թաղերում երթերի ժամանակ մարդիկ ինքնաբուխ էին դուրս գալիս եւ միանում մեզ, մեր շարժին, իրենք հասկացան, որ այդտեղից վախենալու բան ունեն։ Եվ ես հենց հիմա կոչ եմ անում բոլոր գյումրեցիներին, այն մարդկանց, ովքեր որ հենց ինքնուրույն տեսել են այդ պաստառները, պոգել են, նկարել են եւ ուղարկել են ինձ իմ անձնական Facebook-յան էջին, որ տեսեք, մենք ենք դա անում, առանց ճանաչելով ձեզ, ուրեմն ես հասկանում եմ իրենց վախերը, իրենց այդ վերջին 2 օրվա բռնաճնշումները, որ նույնիսկ շտաբի վրա հարձակում եղավ եւ շտաբի պետի հեռախոսը, բոլորս գիտենք, չէ՞, 21-րդ դարում հեռախոսն ինչ է իրանից ենթադրում, ամբողջ ինֆորմացիոն դաշտը այնտեղ է եւ խլելով այդ հեռախոսը փորձեցին խոչընդոտել մեր 18:00-ի հավաքը ամսի 27-ի, բայց իրենք չպատկերացրեցին, որ մենք շատ ավելի պրոֆեսիոնալ ենք եւ մեկ մարդուց կախում չունի մեր թիմը։ Յուրաքանչյուրը իր վրա վերցրեց պարտականություն այդ օրվա հավաքը կազմակերպելու, գերազանց անցկացվեց եւ հիմա էլ շարունակում է մեր թիմը բոլոր ոլորտներում առաջատար կոչ եմ անում գյումրեցիներին եւ կոչ եմ անում գյումրեցիներին ընտրատեղամաս հաջախելուց լավ հասկանան, իրենց պետք է քաղաքապետարան, որտեղ մուտք գործելուց կհասկանան, որ այդ նաեւ իրենցն է եւ հենց իրենցն է, ոչ թե ինչ որ մեկը մայլի տղեկով հավաքված նստած փորձում է խելքների փչածը անել, այլ ստեղծելու է նաեւ քաղաքապետարանի կից կառույց, ովքեր բանիմաց մարդկանցով են համալրված եւ կարողանա ճիշտ լավ մեթոդներով, նոր մոդելներով քաղաքի կառավարման որակը փոխել, նաեւ վերջ տալով, այո, նաեւ վերջ տալով այն թայֆաբազությանը եւ կերտելու նորը եւ գյումրեցիները պետք է այս պահին հասկանան ողջ լրջությունը, իրենց քվեի ողջ լրջությունը հասկանալով պետք է ազատվեն այդ իրենց համար չսիրված
այսպես նուրբ ասեմ, նախքին վարք ու վարքերը։ Խախտումների մասին հազանգեր կան, մասնավորապես գծի հետևից, ինչ որ հազանգեր կան, ասում են ինչ որ կուտակումներ կան, որը Սարիկ Մինասյանի։ Ուրեմն ասեմ, ներողություն Սուսի ջան, պատասխանեմ, ներողություն պատասխանեմ ու դառնամ ցեզ։ Երեք երեկոյան մեր համակիրներից նորից նկարահանել են ավտոբուս վրացական համարներով, որը Բերլին հոթելի դիմաց է կանգնել եւ այնտեղից բազմաթիվ մարդիկ են իջել այնտեղ։ Խորհուրդ կտամ նաեւ գնաք Բերլին հասկանաք։ Ես ասում եմ վրացական համարներով, ես չգիտեմ մեջից Ջավախահայերն են իջել, թե հնդիկներն ու պարսիկները, թե ովքեր։ Գնացեք նաեւ այնտեղ լուսաբանեք, հասկացեք ովքեր են այնտեղ, բայց այս վերջում մի բան էլ ականատես եղա, մի Ջավախահայ կնոջ երբ որ հարցրեցին, ասում են որ Ջավախահայությունը գալու է քվեարկի, պատասխանեց ասավ ինչի հո մենք անթասիբ չենք որ Ջավախահայ ենք ուրեմն բդի այսինքն նրանց բերել են այստեղ որ իրենց քվեարկությունը իրականացնեն ինչ որ մեկի համար համենայնպես այդ ռեսուրսը կարող է իմ կարծիքով դա է իմ կարծիքով մենք նաև լսել ենք թոշակներով են սպառնացել թե իբր կկտրենք եթե դուք չգաք այստեղ չգիտեմ մենք դեռ կհասցնենք ստուգել բայց ես ձեզ ասեմ որ մենք Սարիկ Մինասյանի այսինքն իշխանական տեխնացուի թաղամասից են գալիս որտեղ երկու ընտրատեղամասեր իրար մոտ են եւ նրանց հենց արանքում եւ 50 մետրը չգերազանցող տարածքում այսինքն արդեն օրենքի խախտումով գտնվող տարածքում նրա շտաբն էր, որը արտաքին պատերից չուներ որևէ նշան, որ ինքը շտաբ է, բայց ներսում, ինչպես մեզ ահազանգողներ ասել, ԿՊ-ի որջ են ստեղծել եւ այդ տեղով են մտնում դուրս գալիս կամ այդ տեղով են անցնում ընտրողները դեպի տեղամասեր։ Մենք իհարկե տեսանյութերը ունենք, մենք նաեւ ստիպել ենք, հարկադրել ենք ոստիկանությունը, որ արձանագրություն կազմի, այդ թվում հայ-ԿՎ-ին։ Ձեզ ասեմ, որ դիտորդական առաքելություն իրականացնող թերևս միայն հայ-ԿՎ-ն էր, որ փորձեց արձագանքել, մյուսները առանձնապես վրթոված չէին ու չէին էլ փորձում ստուգել։ Եվ ասեմ, որ մեքենաները կանգնած էին իրենց մեջ մարդիկ հսկում էին ամբողջ շարժը։ Դուք կարող եք ասել այսպիսի դեպքերը կազդեն ընտրական արդյունքների վրա, թե ոչ։ Շնորհակալություն ձեզ, որ հենց հիմա ամբողջ Գյումրիին եւ գյումրեցիներին բացադրեցիք ինչ է տեղի ունենում։ Գյումրեցիներ ձեզ տեսնեմ, արժանի պատասխանը տվեք, արժանին ստացեք, ես ձեզ վստահում եմ։ Սիմոնյան, եթե կներես էլի փայլա ջան, ասում եմ ձեզ։ Եթե Նիկոլ դառնա քաղաքապետ, ընտրվեք, Նիկոլ Փաշինյանը կամ նրա կինը գան Գյումրի, դուք որպես քաղաքապետ կգնաք նրանց դիմավորել։ Տեսեք, եթե Նիկոլ Փաշինյանը մեր յուրաքանչյուր Գյումրու զարգացման ծրագրերին կողմ լինի եւ ցույց տա, որ առավոտից իրիգուն իր համար տեսլական է դարձրել Գյումրի զարգացումը, որին ես չեմ հավատում։ Այսքանը ձեր հարցի պատասխանը։ Սիմոնյան, իսկ ինչ մտավախություններ ունեք ընտրությունների հետ կապված։ Մտավախություն ունեմ, որ կեղծիքներով փորձելու են շրջիկ խմբերով քվեարկության արդյունքները խեղաթյուրել։ Համոզված ասում եմ, եթե չլինեն դրա կեղծիքներ, այսօր 22:00-ին արդեն բոլորս ծափ ենք տալու, շամպանսկին բացելու ենք եւ շնորհավոր ենք իրեն, որ Մինասյանը հաղթիկ շնորհավոր եք իրեն։ Ես չեմ հավատում, որ Սարիկ Մինասյանը ունի։ Ես չեմ հավատում, որ Սարիկ Մինասյանը ունի 10%-ից ավել քվ, այդ 10%-ից 9.7%-ն էլ վարչական ռեսուրսի չարաշահումն է։ Հետևաբար ինչի մասին ենք խոսում։ Շնորհակալություն ձեզ։ Կապված ինչ կասեք, որովհետև Ինչի հետ կապված։ Էմմա Գրիգորյանի գործով Ոչ մի բան չհայտնաբերեցին։ Հացարձակ ոչ մի բան։ Փայտը մեր իրավաբանի մեկնաբանելով տեղեկություն է եղել, որ այդ փայտը վերցրել են Սարիկ Մինասյանից։ Անկամ ինչ որ ինքն է չգիտեմ։ Փայտը ինքն է տվել։ Հա, այդ աղջիկը դիմում է գրել, որ փայտը Հիմա ինչ որ գրական վարույթ։ Իրենք փորձեցին այդ վերջի օրը մեր աջող վարկանիշի վրա ցեղ շպրդելով ինչ որ դիվիդենտներ շահել, բայց գյումրեցին չհավատաց, որովհետև հաթա տեսել է ես, բանվոր ժամանակից ոնց եմ կառուցել, ավելացրել եւ նպաստել նաեւ մեր Գյումրու հասարակության
որակի փոփոխություն։ Նախկինում էլ քաղաքական ակտիվություն դրսևորել եք, կներեք, դուք նախկինում էլ քաղաքական ակտիվություն դրսևորել եք, օրինակ վերջին 4 տարում։ Չէ, ես Որտեղ ձեզ հիմնականում ճանաչեցին մարդիկ հենց այս առաջադրման պատճառով, եւ ձեզ Coca-Cola-ի Կարեն էին ասում, Pepsi Նայ, Pepsi Cola։ Դուք քաղաքական ակտիվություն դրսևորել եք եւ Արցախի կորստից հետո ինչ որ քայլեր արել եք, թե ոչ, որոնք ձեզ Արցախի կորստից հետո միակ բանը, որ հիշում եմ, հորեղբայրս Մոսկվայից զանգահարեց եւ երկուսով մոտ 20 րոպե չենք կարողացել հեռախոսով խոսալ, լռել ենք ուղղակի։ Այսքան եք ասում, շնորհակալություն։ Հնարավոր մեթոդները, ինչը որ փորձելու է կանգնեցնել իրենց ընդրակեղձիկները եւ իրենց վերարտադրությունը, փորձելու են կանել։ Իդե բանավեճը ձեր ռեյտինգի վրա ազդեց թե իջավ, պարոն Սիմոնյան, այն որ ձեր գլուխը մի պասս բռնել եք եւ որ վայ մամա ջան այսօր եմ ընկել, դες մի բան եք։ Գնահատականը տալիս եք դուք, նաեւ ինչքան հիշում եմ դուք եք գրառում արել բանավեճից հետո եւ ձեր նման մարդիկ, ովքեր ռեալ կարող են փաստել եւ իրերը կոչել իրենց անուններով։ Ձեր follower-ները գործընկերս ասում Ինչով եք օգնել այս օրերին Քարոզարշավի փուլումտրություններից առաջ։ Ինչով ենք ինչ Ինչ արել։ օգնություն եք ցույց տվել, օրինակ ինչ եք արել։ Ժպտացել եմ, այն լավ բարի էմոցիաներն եմ տվել դրական եւ նույնը ստացել եմ։ Ընդամենը։ Ձեր բնակավայրում է Դա ամենամեծն է, ոչ թե ընդամենը։ Դրանից վեր բան էլ գոյություն չունի։ Չէ, նկատի ունեմ ինչ-որ շահագրգռով բան, որ Դե կարող լավ են է, ձեզ քվեարկել։ Պարոն Սիմոնյան, ամեն դեպքում պատրաստ եք ձեր ստացած Ձեր ժպիտը կստիպի, որ ձեր ստացած Ոչ, մանդատների դե ժպիտը կստիպի, որ բոլորը հասկանան, որ մենք մաքուր ենք։ Մենք գալիս ենք դրական փոփոխություններ բերելու։ Պարոն Սիմոնյան, ամեն դեպքում պատրաստ եք, ասենք ստացել եք 5 կամ 10 մանդատ, եթե չեք ընտրվում քաղաքապետ։ Ամեն դեպքում պատրաստ եք որպես բոյկոտ հրաժարվել այդ մանդատներից, որովհետև եթե բոլորը հրաժարվեն, բնականաբար ավականին Եթե մեթոդներից մեկը հենց դա է, որի արդյունքում է լինելու քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելը, ուրեմն պատրաստ ենք։ բաց մնան ասում։ Շնորհակալություն։ Իմ կարծիքով դա վստահություն չի, դա մանիպուլյացիա է, որ փող նախապատրաստեն իրենց կեղծիքների, որ տեսակ մենք գիտենք, որ մենք այն ունենք եւ մենք ունեցանք։ Փող է նախապատրաստվում ընդրակեղծիքները լեգիտիմացնելու։ Ձեր խաղամասում են ձեր ընկերները, ձեր բարեկամները այդպես մեքենաներով հատուկ դիրքավորված վերահսկում են ձեր բնակիչներին, որպեսզի Հայ լանթողի չեմը։ Դեռ չունեմ գուշակության այդ մագարտակը, որպեսզի գուշակը, որպեսզի Նու որոշակի վերլուծություն կարծում եմ կլինի, չէ՞։ Օրինակ արդեն որ կազմակերպություններ արել են այդ տոկոսներ են բացել։ կարող եմ իմ անձնական կարծիքը չկիսվել օդարների հետ։ դուք քաղաքական լուրջ հայտ եք։ Օտար մենք ենք։ Չէ, ընդհանուր, այս պայն ամբողջ աշխարհն է նայում իմ կարծիքով։ Ընտրությունների մասնակիցներից Օրինակ Չեք կարող Արմինեն ասում օտարներ ես կհաղթեմ բացարձակ բան եմ առաջատար եմ։ Վարդան Ղուկասյանն էլ ասել է բացարձակ առաջատար։ Աստված իրենց հետ։ Մենք կներեք մի քաղաքական բիզնեսմեն եք։ Կվերադառնաք ի վերջո բիզնես թե քաղաքականության մեջ կամրացնեք ձեր դիրքերը ամեն դեպքում։ Անկախ Եթե ես արդյունքներից։ փորձել եմ հասարակական կյանք մուտք գործել եւ զգացել եմ, որ կարող եմ այդ իմ ներուժը դնել Գյումրիի զարգացման մեջ, ուրեմն ընթացքը ցույց է Իսկ տալու։ ավելի մասշտաբային գործընթաց քաղաքական Եթե կարողանալու եմ հնարավոր օգուտ տալ, պրոցեսներ եթե կարողանալու վերցի ընդդիմությունը դուք ակտիվություն կդրսևորեք այս Եթե օգուտ է տալու մեր երկրին, մեր քաղաքին, ուրեմն անպայման։ Եթե վերջում է երևում, պարոն Սիմոնյան, մենք բոլորս այդ երկրի Գնայեք էլի հարցնենք իսկ ընտրությունների մասնակիցների Չեք թողում գնալ, ես էլ կուլտուրային զոհ եմ կնում, զգում եք, չեմ Բայց ուզում ձեր շահն է մեծանում, դուք ընթացած նաև ներկայանում եք ձեր ընտրողներին, ուղիղ իսկ եթերները։ ընտրությունների մասնակիցների թվով ինչ կասեք, ավելի շատ է, քան նախորդ ավականում։ Այս պայն ունեմ տվյալներ, որ ավելի ակտիվ է, քան նախորդ ընտրությունների այս ժամանակահատվածը։ Իսկ ինչով Մոտիվացիան? պայմանավորված։ Իմ կարծիքով բնակիչները, գյումրեցիները հասկանում են, որ նաև ճակատագրական է իրենց քվել։ Իդեպ մոտ 2000 մարդ ավելացել է այս տարվա ընտրացուցակներում։ Դուք այդտեղ ինչ-որ խնդիր տեսնում եք, դեռ չեն մեկնաբանել միգրացիայի։ Արդյունքներից սպասք դառնա։ Շնորհակալություն։ Ես ոչ մի դեպքում չեմ խռովի։ Ոչ մի դեպքում չեմ խռովի։ Ասեցիք շնորհակալություն։ Չի կարող գյումրեցիներով հաղթել։ Սարիկ Մինասյանը կարող է միայն հաղթել ընտրակերտիկներով։ Դրա հապատ մեքենայով շրջելու խնդիր ունեք Գյումրիում։ Վարդան Ղուկասյանն ունեք դրա հապատ 50 դոլար եք, դերը չէ։ Իրա վրա հարցակում է եղել, ինքը դրա իրավունքն ունի։
Դուք ստեղ գյումրեցիների հետ կապված վտանգ չեք տեսնում։ Իմ հարցակում չեմ տեսել այս բանը։ Հակառակ ճամբարից եք։